եղավ այդ խուզարկությունները, այս ամենը, բաց տեքստով չգիտակցնում ռեպրեսիաները իրենք են իրականացնողների դեմս Նիկոլ Փաշինյանի, խնդրեմ եւ նաեւ պարոն Սարգսյանի գործը ոչ կարող մեծ հաղորդել, համեցեք։ Շնորհակալ եմ հնարավորություն ընձեռնելու համար, այո, հանդիսանում եմ Իգոր Սարգսյանի պաշտպանը, հարուցված հանրային քրեական գործի շրջանակներում, ասեմ, որ իրականում, եթե ոմանց համար զարմանք է հարուցում այն փաստը, որ ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում, ես չեմ զարմացել, ես ակնկալում էի, որ միգուցե այսօրվա իշխանությունները կանգնեն, այլևս առաջ չգնան հասկանալով իրենց ազգակործան քաղաքականությունը, բայց ոնց տեսնում եմ, սա իրականում նոր Հայաստան ստեղծելու գործընթաց է։ Գիտեք, մասնագիտությամբ բացի իրավաբան լինելուց նաև երկու բարձրագույն ուսումնական հաստատություն եմ ավարտել, մեկը պատմություն իրավագիտություն, մյուսը պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Եվ անալիզ եմ անում այս process-ը Հայաստանում տիրող, հիշողությունը ստանում է մեծ հայքի մասնատման ժամանակահատվածը, երբ մասնատվեց երկու մասի Թուրքիայի Օսմանյան կայսրության եւ Պարսկաստանի միջև, ստեղծվեց արևմտյան արևելյան Հայաստաններ, հիմա երբ մեզ բախտ է վիճակվել ունենալ անկախ Հայաստան, արևելյան Հայաստանի տարածքում, այսօրվա իշխանության ղեկավարը հրապարական ետել նոր Հայաստան գաղափարախոսությունը, շատերիս համար այդ բառը մի տեսակ անհասկանալի է իրական նպատակը այդ բառի, ասեմ, որ իրական Հայաստան արդեն ինքը ի նկատի ունի արևելյան Հայաստանի առանց Սյունիքի տարածք։ Այդ խաչմերուկ, չգիտեմ, այնտեղ խաղաղություն, բան այդ բոլորը շղարշ է, իրական նպատակն են իրագործելու, կտրելու են Հայաստանից հարավային հատվածը, տալու են թուրք-ադրբեջանական այդ ուժերին, մնալու ենք նոր Հայաստան, այդ կլոր գունդը վայքից դեպի այս կողմ կոչվելու է նոր Հայաստան եւ մեզ ասելու է, այս ձեր նոր Հայաստանն է, ինչին նախկինում պետք է մեծ հայկը կիսվեր երկու մասի, դա կարելի էր, բայց այսօր արևելյան Հայաստանը կիսելը դա չի կարելի։ Սա իմ պատկերացումներն է նոր Հայաստան գաղափարի շուրջ։ Ինչ վերաբերում է քրեական գործին։ Քրեական գործը որպես այդպեսին շինծու է, փորձել են քրեական գործով երկու կարևոր նպատակ են հետապնդել։ Մեկը բնակչության Հայաստանի այն հատվածը, որը ակտիվ պայքար է մղում երկիրն ազատելու այս ազգակործան իշխանությունից, այդ հատվածին կալանավորելու եւ սահմանափակելու նրանց գործունեությունն ու շարժումը Հայաստանի տարածքում, որտեղ սպասվում են ընտրություններ, իրենց պետք չի ռեալ գործող նվիրալ քաղաքական ուժ, որը կընդդիմանա իրենց բոլոր քայլերին։ Ալիևի նույն քաղաքականությունը, ոնց որ Ալիևը գնաց ընտրությունների չկար ընդդիմություն, ձևական 3 կուսակցություն կմնա Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի ու այն Լուսավոր Հայաստանը, ձևական կերևա ընդդիմություն է, իրանք նորից կվերընտրվեն։ Իսկ դրա ապահովելու համար ոչ միայն պետք է ակտիվ քաղաքական գործունեություն հայրենանվեր, հայրենասեր քաղաքական գործունեություն իրականացնող անձանց, հանձինը սրբազան շարժման շարքերում կանգնած անձանց, այլ նաև եկեղեցուն հարվածել։ Ինչի համար եկեղեցու։ Տեսեք, Սահմանադրության 18 հոդվածն ասում է, որ եկեղեցին, ուրեմն եկեղեցուն վերապահված է բացառիկ իրավունք, հոգևոր, ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման հարցում բացառիկ իրավունք։ Երկու հանգամանքը թողենք առայժմ հոգևոր եւ ազգային ինքնությանը անդրադառնանք։ Այս քրեական գործով եւ նաեւ միջքրեական գործը իշխանությունների իրականացած քաղաքականությունը ուղղված էր մեր ինքնությանը ազգային։ Իսկ բացառիկ իրավունք այդ ազգային ինքնությունը պահպանելու տրված էր Սահմանադրությամբ եկեղեցուն եւ ոչ թե միայն հիմա էր տրված, դա տրված է դարերով, սկսած մեր հիշողությունները, եթե գնում ենք 451 թվականից, երբ եկեղեցին կանգնեց ազգի մեջքին եւ կարողացավ փրկել հավատքը մեր, հաջորդ եկեղեցու գործողությունը, որ փրկեց երկիրը, դա Սարդարաբադն էր, հիշենք Գևորգ 5-րդ կաթողիկոսին, եւ չնայած այն հանգամանքին, որ բոլշևիկները հալածեցին հոգևորականներին, չունենալով որևիցե ցանկություն թույլ տան նրանց գործունեությունը, բայց ինչպես տեսնում ենք Ստալինի օրոք, նույնիսկ այդ ռեպրեսիաների օրոք, պատերազմի ժամանակ հայոց եկեղեցին բացառիկ իրավունք եկեղեցուն
բացառիկ իրավունք տրվեց եւ հալածանքները դադարեցվեցին։ Նույնիսկ բոլշևիկները հասկացան, որ այդ եկեղեցին ազգանպաստ հանձինս հայ ժողովրդի եւ պետականանպաստ, պետականամետ քաղաքականություն է վարում։ Այսօրվա իշխանությունների վրա հարց է դրված, խնդիր է դրված դիմացը, թուրքերը որ չկարողացան մտնել Սարդարաբադի ճակատամարտով Էջմիածին, այսօր ներքին իրենց համախոհներով, իրենց գործակալներով իրենց սպեցնազով զինված մտան եկեղեցի։ Եվ նպատակը ոչ միայն մտնելն է, այլ հոգևոր դասի ողնաշարը կոտրելն է, որովհետև այնտեղ էլ ըստ աստիճանակարգի տարբեր աստիճանակարգեր ունեցող հոգևորականներ որոշակի գործողություններ են իրականացնում իրենց լիազորությունների շրջանակում եւ եթե սրբազան սովորական քահանան զբաղված է կնունքով հարսանիքների, ծեսակատարությունների, նաեւ ինչու՞ չէ հողարկավորությունների գործունեությամբ, ապա սրբազան հայրերը նաեւ զբաղված են ավելի մեծ լիազորություններ ունելով, զբաղված են հենց ոչ միայն մշակութային, ազգային մշակութային, այլ ազգային ինքնության պահպանման գործում եւ պետք է այդ կորիզը այդ եւ եկեղեցու ողնաշարը կոտրել։ Հաջորդը կլինի կաթողիկոս։ Հաջողվեց իրենց։ Այս պահի դրությամբ եթե կալանքով դիտարկենք, հաջողվել է, եթե կալանքով, բայց ամեն ինչ չէ, որ առաջի գործողություններով են դիտարկում, նեոֆաշիստներն էլ, նացիոնալիստները ժամանակին այրեցին Ռախստագը, որպեսզի կարողանան մյուս առաջադեմ ուժերին մեղադրեն եւ բռնապետություն ամբողջ իշխանությունը վերցնի երկիր իրանց ձեռք։ Հիմա սրանք ճիշտ է Ռախստագի համարժեք գործողություն չարին, բայց այսինքն չայրեցին որեցե բան, բայց հոգեպես փորձում են այրել մեր հավատքը։ Նպատակը մեկն է, որ ես չեմ բացառում, որ ապագայում սպասվում ենք 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստան, այսինքն ոչ թե վերաբնակեցում, ավելի ճիշտ կասեի ուղղորդումը Հայաստան եւ այսպես կոչված խաչմերուկ անվան տակ Հայաստանի հարավային հատվածը թուրքերին հանձնելու, ինչի համար պետք է ինքնությունը պահպանելու պարտականություն սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու դեմ նման գործողություններ անել։ Հիմա դա է ես ուզում ասեի, այդ նույն եկեղեցու կողքին կանգնած էր իմ պաշտպանյալը Իգոր Սարգսյանը։ Ինչու է մեղադրում Իգոր Սարգսյանին մեղադրում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 43 գիծ 308 հոդվածով, դա նշանակում է ահաբեկչության նախապատրաստումը 43 հոդվածով է ամրագրված, 308-ը ահաբեկչություն եւ նույն 43 400 անգամ 19 իշխանության յուրացում, նախապատրաստում յուրացման։ Հիմա տեսեք, երբ որ դատարան են տանում կալանքի միջնորդություն դատարանի քննության համար, ասենք բարույթն իրականացնող մարմինը, պարտավոր են նախ հիմնավորել, որ արկա է դեպք, հարգելի դատարան, ասում եմ, որ արկա է դեպք տվյալ վերոնշյալ հոդվածներով պայմանավորված եւ որ այս պահի դրությամբ արկա են փաստական հանգամանքներ, որոնք երրորդ անձի մոտ, շահագրված անձի մոտ, երբ վերջինս այդ տվյալ պահի դրությամբ արկա փաստերը համադրելով նրա մոտ կարող է համոզմունք ձևավորվել, որ տվյալ անձը, տվյալ դեպքում Իգոր Սարգսյանը իրապես այդ դեպքի մասնակից է, այսինքն կասկածի շեմ հասկացություն կա քրեադատավարական եւ քրեական օրենսգրքի հետ կապված այդ շրջանակներում, եթե խոսքը գնում է կասկածի շեմը հաղթահարում է բանը, բարույթն իրականացնող մարմինը իր միջնորդությամբ եւ դրանքից ապացույցներով, ուրեմն բավարարում է դատարանը կալանքը տվյալ անձի հետ կապված։ Տեսեք, մենք ունենք ներկայացված ապացույցներ, որոնք խոսքը գնում է տեսա գաղտնալսմանը, ձայնագրությանը։ Ուրիշ ապացույց չունենք այն նկարները, որոնք հայտնվել են հանձինս civic.am սայթի այդ լրատվականի, որը փաստորեն ստացվում է իրավասու է Հայաստանի Հանրապետությունում նախաքննական գաղտնիքներին տիրանալ, ծանոթանալ եւ հրապարակել։ Էսի իրավաբանության վերջն է Հայաստանում։ Եվ այդ ապացույցը, այսպես ասած, ներկայացնելով գաղտնալսումը, որը միանշանակ մոնտաժված է եւ այնտեղ ձայների հետ կապված նույնիսկ խնդիր կա, թե արդյոք իմ պաշտպանյալի ձայնը այնտեղ արկա է թե ոչ, փորձել են հիմնավորել դեպքի արկայությունը, այսինքն ահաբեկչություն եւ իշխանության յուրացում։
եւ հիմնական մեխը դրել են նրան, որ հարվածող խմբեր էին կազմել Սրբազան շարժման մասնակիցներ հանձինս Բաղդադ Սրբազանի եւ նրան օգնող դիտարկում են Իգոր Սարգսյանին 20 հոգանոց եւ որոնց թիվը մատնանշում են մոտ 2000-ի, որոնք պետք է իբր գրավեին շենքեր, իշխանության մարմնի ղեկավարների տներ, նրանց վրա հարձակումներ, ազգային ժողովի, այս զառանցանքը եւ ես կասեի ավելի շուտ հոգեվարքի մեջ գտնվող մարդու հոգեկան երևակայությունների արգասիքը ներկայացնում են որպես ապացույց դատարանին դեպքի արկայության մասով եւ այդ դեպքին իմ պաշտպանյալի մասնակցությունը ինչով փորձում են հաղթահարել կասկածի շեմը, որպեսզի ապահովեն իմ պաշտպանյալի նկատմամբ կալանքի կիրառման միջնորդությամբ դատարանի որոշումը։ Եկեք նայենք նորից իրավունքի Հայաստանի Հանրապետության թե սահմանադրության, թե առանձին գործող իրավունքի տեսանկյունից։ Օրինակ սահմանադրության 44 հոդվածը ամրագրում է, որ քաղաքացիները իրավունք ունեն անցկացնելու հավաքներ։ Եվ հավաքների մասին օրենքը նույնպես արդեն իսկ ամրագրում է այդ իրավունքը։ Սրբազան շարժման մասնակիցները սկսած 24 թվականից իրականացրել են բազում հավաքներ եւ ամենամեծը 24 թվականի մայիսին էր, երբ հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր եւ ոմանք նշում են 80,000, ոմանք 100,000, ոմանք կապ չունի, ամեն դեպքում 80-70,000 համախոհներ կամ ազգաբնակիչներ հավաքվել էին այնտեղ իրենց համոզմունքը կամ նվիրվածությունը այդ շարժմանը ցույց տալու, ներկայացնելու եւ վրդովմունքը ներկայիս իշխանությունների։ Եթե Սրբազան շարժման ղեկավար նույն այդ հարգարժան Բագրատ Սրբազանը եւ նաեւ Իգոր Սարգսյանը, որը սկզբի օրերից եղել է նրա կողքին, եւ ինչու՞ չեմ մյուս անձինք, որոնք թե սկզբնական շարժման ժամանակ են եղել, թե հետագայում են միացել, եթե նման նպատակ ունենային, գալիս էին քաղաք, առավել եւս երբ Սրբազան շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը 1 ժամ տվեց Նիկոլ Փաշինյանին ներկայանալու հրապարակ եւ իշխանությունը հանձնելու, 1 ժամը լրանալուց հետո եթե նման մտադրություն ունենար հոգեվորական այդ անձը, իդեպ ասեմ անվասիր նվիրված եւ իրականում խորհրդանիշ հանդիսացող անձը, թե եկեղեցականների համար, թե որպես մարդ։ Կարող էր հրահանգել այդ մեծ բազմությանը, որոնք անամբեր սպասում են, ես գիտեի շատերի մոտ նույնիսկ ատելություններ լցված են, պրծնեն մի ժամ շուտ, մի վայրկյան շուտ։ Հրահանգել որ վերցրեք իշխանությունը, գնացեք ազգային ժողովը, կառավարություն, որ ընդամենը 10 քայլ հեռու էր, գրավեք այդ կառավարության շենքը, ազգային ժողով մի մասին մի 20-30 հազարի կուղարկեր, մի մասին էլ կուղարկեր ուժային կառույցներ։ Բայց ինչու չուղարկեց։ Հենց այդ ինչուի համար իրանք պետք է պատասխան տա, որտեղ նման մոտեցում, դիրքորոշում, ցանկություն չի ունեցել ոչ Սրբազան Բագրատ Սրբազանը եւ ոչ էլ Իգոր Սարգսյանը եւ նրա անմիջական շրջապատող անձին։ Հիմա փորձում են սահմանադրությամբ եւ օրենքով ամրագրված հանրահավաք պատրաստելու նախապատրաստությունը այլ դաշտ տեղափոխել, տանել իշխանության զավթման, բռնի զինված պայքարի եւ դա ներկայացնելով ձերբակալել են մեղնախ հանրային քրեական հետապնդում են հարուցել կալանավորել են իմ պաշտպանյալին եւ ինչու՞ չէ մյուս ակտիվ մասնակիցներին եւ ամենազավեշտալին եղավ մյուս եկեղեցական Սրբազան Աջապահյանի կալանավորումը։ Եկեք նայենք քրեական գործով թե քննիչը իր միջնորդությունը հիմնավորելու բացի այդ ենթադրյալ տեսաձայնագրությունից ինչ նոր ապացույցներ էր ներկայացրել, քանի որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, ինչպես նաև եվրոպական, ինչպես նաև սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք նախադեպերում պարտադիր պահանջ է նշում, որ պետք է ներկայացվեն հիմնավոր փաստարկներ անձին մեղսագրվող արարքին ունեցած մասնակցության եւ տվյալ պահեդրությամբ պարտադիր չէ, որ հիմնավոր փաստարկները լինեն այնպիսին, ինչպիսին ասենք քրեական գործի ավարտով
արկա է լինում այն ցավալի ապացույցների, որոնք որ համոզմունք են ձևավորում ենթադրյալ հանցանք կատարելու մեջ տվյալ անձանց, այլ տվյալ պայդրությամբ բավարար այնքան ապացույցներ, որոնք կհիմնավորեն եւ կհաստատեն կասկածի շեմը հաղթահարելու վարույթն իրականացնող մարմնի մոտ արկա ապացույցներով տվյալ անձին, տվյալ դեպքում Իգոր Սարգսյանին կալանքի տանելու այդ միջնորդությունը բավարարելու համար։ Ես ասեմ, որ որևիցե ապացույց չկար, բացի այդ շինծու սարքված այդ ձայնագրությունը, մոնտաժված, որևիցե ապացույց չկար, եթե իրենք ապացույց են դիտարկում Civic, եթե մի այդ լրատվական Վահագն Ալեքսանյանի սեփական լրատվության այդ միջոցով հրապարակված նախաքննական գաղտնիք պարունակող հրապարակված երկու ավտոմատները, որոնց կողք տրված է, եթե ուշադիր նայեք թույլտվությունները, որսորդական զենքեր են դրանք ոչ թե մարտական զենքեր են, այլ որսորդական են, եւ այսօր յուրաքանչյուր քաղաքացի կարող է, եթե չի տիրապետում հոգեկան հիվանդությամբ կամ թմրադեղեր չի օգտագործում կամ հոգելիչ խմիչքների հետ կապված խնդիրներ չունի եւ հաշվառված չի համապատասխան նարկոդիսպանսեր, նարկոլոգիական հիվանդանոցում, ձեռք բերի այդ երկու կառույցներից, հոգեբուժարանից եւ այդ նարկոլոգիական հիվանդանոցից տեղեկանքներով այդ չի իր մոտ արկա չեն նման հիվանդություններ, անցնի համապատասխան բժշկական հետազոտություն իրենց տարածքային պոլիկլինիկայում, հիմա լրացուցիչ մտցրել են թույլտվության համար ազատազենում կամ չգիտեմ եւս մեկ կարծեմ ոմայում քննություններ հանձնելու այդ զենքի օգտագործելու անվտանգության կանոնները կարող է գնալ այդ ԱԿՄ ավտոմատի որսորդականին համարժեք սարքված տարբեր մարկան է Մոսի են ասում TR կա այնտեղ այդ մարկայի ավտոմատները գնի։ Հիմա ինչ այդ որսորդները որոնք ունեն Հայաստանի Հանրապետությունում, եթե չսխալվեմ, 1000-ից ավել որսորդ կա։ Ես ինքս էլ որսորդ միության անդամ եմ ու ստացվում է, որ եթե ուզենան յուրաքանչյուր որսորդ, եթե ինքը հանգարց հանդգնի իշխանությունների դեմ իր վրթովմունքը, իր ցասումն հայտնի, ձերբակալ եք, գնացեք խուզարկության, իր տունը հաստատ զենք կա, այդ զենքն ցույց տվեք, որպես ցանկացել է բան անել, ահաբեկչություն իրականացնել իշխանության դեմ, հա, առաջի դեմքի, երկրորդ, երրորդ դեմքերի նկատմամբ ու տարեք կալանավորման։ Ակնհայտ աբսուրդ է սա, որովհետև զենքի կրելու թույլտվություն ունենալու պարագայում դա չի կարող դիտվել ապօրինություն եւ այդ զենքով ահաբեկչություն իրականացնելու կամ այդ նկարները, որ գցել էին, փորձում են հիմնավորել, որ տեսեք այս զենքերն էր, բայց խոսքը չէր գնում զենքերի մասին, այնտեղ միջնորդության մեջ նշում է ձեռք են բերել պայթուցիկ նյութեր։ Ուր է այդ պայթուցիկ նյութը։ Որ մի ապացույցն է ներկայացվել որպես պայթուցիկ նյութ, նկարով կլներ, թող նկարեին, ոնց որ մոնտաժել են այդ ձայնագրությունը, մի հատ պայթուցիկ նյութ նկարեին, բերեն ցույց տան։ Խլապուշկե մարդ բան չի, պայթուցիկ նյութ չի, ուրեմն դրանք հրավառության շարքին պատկանող այդ զենքն է, խաղալիքներն են կամ չգիտեմ իրերն են, որոնք պայթուցիկ նյութ չի կարա, պայթուցիկ նյութը այլ բնութագրում ունի։ Հիմա եթե դուք չունեք դա ձեր տիրապետման տակ, ինչու եք նշում, որ ձեռք են բերել։ Որտեվ չեն կարա ենթադրյալ պահ նշեն, ասեն ցանկանում էին ձեռք բերել։ Եթե գրել եք ձեռք են բերել ու չկա, դատանը պարտավոր էր այդ փաստը արձանագրել, որ միջնորդության մեջ նշված այդ փաստական հանգամանքները, կոնկրետ պայթուցիկ նյութ ձեռք բերելու կամ, չգիտեմ, այնտեղ ցանկացել են յուղ լցնել ավտոբուսների վրա, չգիտեմ, գետնին աստղիկներ թափել։ Ունեք աստղիկներ, ցույց տվեք, այդ գետնին աստղիկներ թափելուն գոնե մի 1000-ի չափ գոնե կամ 100-ի չափ պետք է աստղիկներ ունենային, որ այդ արդյունքին հասնեին, այլապես 5 հատ 6 հատ աստղիկ, եթե էլ չկա նույնիսկ, եթե ունենալ դա արդյունք հասնելու հնարավորություն չէր։ Այն ծավալով ու այն ամբողջական, այդ չգիտեմ, ենթադրյալ հանցակազմը, որ փորձում եք ցույց տալ այդ ահաբեկչություն իրականացնելու, իշխանություն իրականացնելու մասով, պետք է ունենային առնվազն հավաքագրված մեծ քանակությամբ զենք զինամթեր։ Օրինակ բերեմ Կիև քաղաքում հեղաշրջումը, երբ իրականացվեց այդ նարնջագույն հեղափոխությունը, զենք զինամթերքներ տեսակ ինչքան ունեին, ինչ ճակատամարտ մեղմ ասած փոքր լոկալ մեծ զոհերի հետևանքներ առաջացավ դա։ Ուր է այդ զենք զինամթերքը։ Վարույթ իրականացնող մարմին ինչու է փորձում կեղծ փաստերով, գոյություն չունեցող փաստերով ավելի ճիշտ բերեք դատարան ու դատարանն էլ հալած յուղի պես ընդունել է այդ հանգամանքը ու հաստատել է այդ
Չէ, պարոն Սարգսյանին Սամվել Կարապետյանի դատավորն էր, Կարապետյան էլի։ Ու ես իհարկե մեծ հարգանք ունեի, մի դա գործով հիմա այլ գործով մոտագործ ունեմ քննության, հարգանք ունեի, բայց այս դեպքերից հետո իմ մոտ փոխվել է վերաբերմունքը, այսինքն իր կողմից արդարադատություն որպես իրականացնող դատավորի, այնտեղ արդարադատություն ես չեմ տեսել։ Գիտեք ինչն է ցավը նաև։ Ուրեմն միջնորդությունը, որ ներկայացրել է մի 7, 8, 6, չգիտեմ, չեմ հաշվել, բայց ծավալուն միջնորդությունը ամբողջությամբ ներկայացրել է։ Եկել է պաշտպանական կողմի առարկությանը եւ իմ պաշտպանյալի ցուցմունքին 4 տող, թե 3 տող բանա գրել։ Այսինքն եթե սովորական մարդը փակ դատա, ոչ ոք չի մասնակցի, սովորական մարդ եկուզ հարազատները։ Այդ որոշումը տանում ես տալիս ես, եթե հարազատները մի քիչ գիտակից մարդ չեն, կմտածեն կամ ինչ չճանաչեն, կմտածեն, որ այս պաշտպանը ջուրառը բերանը նստել է, Իգոր Սարգսյանը մենակ բարձացի ասել է, չեմ ընդունում անուն ինչ է, ինձ առաջադրված մեղադրանք։ Ու ամենացավալին այն է, որ ես ներկայացրել եմ, որ Իգոր Սարգսյանի նկատմամբ առանձնահատուկ բացասական չասեմ, վրեժխնդիր ունենալով վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանը կունեն։ Ասեմ, Իգոր Սարգսյանի 19 թվականին աշխատել էր մինչև այդ 25 տարի։ Բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչության ավելի ճիշտ արդեն առանձնացված նախարարությունից տեղակալի պաշտոնում համակարգել էր Սևանա լճի եւ անտառների հետ կապված հարցերը եւ Ամուրսարի հարցը, որ իր ոլորտին չէր եղել, գտնվել է արձակուրդի մեջ, հրահանգել եմ ղեկավարին իր, որ փոխի նրա ոլորտը, բեր հանքերը, ընդերքի եւ հանքերի ոլորտը եւ բաները հանձնարարի Ամուրսարի փորձակնություն ինքն անց լավ իմանալով, որ Իգոր Սարգսյանը Հայեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ է։ Այսինքն եթե Իգոր Սարգսյանը մի բան փորձակնություն իրականացնել ու միտեղ սխալ թույլ տար, կոտրելու են Դաշնակցության վրա։ Նպատակը քաղաքական էր։ Ու աբսուրդը որն է, որ ես անցած անգամ էլ մի առիթով ասել եմ, որ նույնիսկ Փաշինյանի անձնակազմում խորհրդականներ կլինեն, չգիտեմ, դա իրավաբաններ կլինեն, մեկը չի եղել, որ ասի հարգելի վարչապետ, որ դուք հրահանգում եք հրատապ իրականացնել փորձակնություն, գոնե մեջը մի նշեք իրականացնել փորձակնություն։ Մեկ տարվա ընթացքում, եթե փորձակնություն մի անգամ արդեն իրականացվել է, երկրորդ անգամ չի կարա փորձակնություն իրականացվել։ Պետք է իրականացի կրկնակի փորձակնություն, որը շատ կարևոր է, իրավական որակում է, որ հետագայում վիճարկման անհրաժեշտություն շանս չտա իր հակառակ կողմին։ Եվ հրատապությունը գիտեք ինչն է բարձրորեն պարզվում 15 օր առաջ Իգոր Սարգսյան դեր արձակուրդում գտնվելով 15 օր առաջ հրահանգ է տվել պետին որոշում է իջեցրել հրաման ավելի ճիշտ կներեք 15 օր պետը պահում է իր մոտ սպասում է այսինքն այդ պետը առհամարել է նույնիսկ վարչապետի հրամանը որ հրատապության մասով Ամուրսարի հետ կապված փորձակնություն ան դե Իգոր Սարգսյանը որպես փորձագետ մարդ տեսնում է, որ այդտեղ ակադեմիայից որոշակի գիտնականների այդ ոլորտին վերաբերելի եւ նաեւ իրավաբաններ, միջազգային արբիտրաժի մասնագետներ, որտեղ եթե ստուգում աներ բարձր որ Ամուրսարի ենթակա չի շահագործման, իրականում ենթակա չպետք է լիներ, նրանք միջազգային դատարան էին դիմելու, իսկ իրավաբաններ միջազգային արբիտրաժներ, որոնք պետք է այդ փորձակնությանը մասնակցեն եւ փաստաթուղթը համարժեք իրավական որակումներով կազմեին պետք է այդ փաստաթուղթը ունենար անխոցելի տեղ։ Դրա համար անհրաժեշտ է երկու նաև նշել է իր ղեկավարին ուղված բացատրության մեջ այդ հանգամանքը։ Ուրեմն հրաման են տվել Նիկոլ Փաշինյանի անմիջական կողմից մասնագիտական ունակությունների անբավարարության հիմքով ազատել Իգոր Սարգսյանին աշխատանքից։ Վիճարկել են դատարանում, ինչ եմ ասում, որ անձնական հարցալուծում թշնամանք ունի 3 կացյաններում պարտվել է վարչապետը։ Պարտվել է նաև Սահմանադրական դատարանից այդ ընթացքում որոշում են անել, բերել են Սահմանադրական դատարանի որոշումը նոր Երևան եկած հանգամանք, դա էլ է պարտվել։ Եվ ոչ միայն պարտվել է ուղղակի եւ դրանից հետո փորձել է վերականգնել աշխատանքի 16 ամիս չի վերականգնել Իգոր Սարգսյանին աշխատանքի 16 ամիս եւ սուտ պատճառաբանությամբ դահակին ուղղորդել են գրություն, որ մեզ համար պարզ չի թե Իգոր Սարգսյանին որ պաշտոնի պիտի վերականգնեն եւ որ կոնկրետ գրած է որ վերականգնել նախկին պաշտոնի եւ պաշտոն տեղակալի պաշտոնը կոնկրետ չի նշվում որ տեղակալի դա որոշումը արդեն ղեկավարը որ պաշտոնի նշանակ է այսինքն պարզաբանման հարց չկա առաջացյանը գրում է որ պարզաբանում չկա վիճարկում են մինչեւ վճռաբեկ 14 ամիս է դատվում 2 ամիս էլ ինքն էր ձգձգե Եվ ես գլխավոր հարկադիր կատարողին գրություն գրեցի, որ
եթե ասեն շարունակվեց 2 ամիս լրանալու պարագայում քրական օրենսգրքի 507 հոդվածի հատկանիշները այդ գալիս եւ հաղորդում եմ տալուս եւ դուք էլ մասնակից եք լինելու այդ դիտավորության դատական ակտը չկատարելու հանցակազմի հատկանիշներով Իգոր Սարգսյանին վարչապետը հրամանով ընդունեց սեպտեմբերի 11 հաջորդ օրը ազատել են աշխատանքից իհարկե գիտենք որ նույն օրն են հրաման տվել ազատելու մեկ օր հետո են Մայլբրում այդ ինֆորմացիան տեղադրել Այս սա ասում եմ ինչի համար հիմա էլ ասեմ ձեր 16 ամիսների հետ կապված բտել եմ դատարան աշխատավարձ եմ ուզում նաև այդ ամիսների ասեմ որ թշնամանքը իրականում կա եւ ինքը Իգոր Սարգսյանին ամեն ձևով դե հետամուտ լինի որ ինչքան կարա հնարավորություն ունի քանի դեռ ինքը վարչապետա վնաս տա Սա է նաև պատճառներից մեկը հատուկ վերաբերմունքը այսպես ասած Իգոր Սարգսյանի նկատմամբ Վերաքննիչ բողոքը մոտորես կմուտքագրեմ դատարան եւ կսպասենք դատական նիստին եւ դրանով պայմանավորված տեսնենք վերաքննիչ դատարանում արդարադատություն որպես այդպիսին գոյություն ունի թե չէ իհարկե եթե Արայիկ Դանելյանի վրա մակագրվեց Արմեն թե Արայիկ չեմ հիշում Արմեն Դանելյանի վրա մակագրվեց գործը հաստատ արդարադատությունից խոսք լինել չի կարող հա մոռանանք էդի արդեն հուսով եմ որ դե իհարկե համտեղյակ եմ որ մյուս ընկերներս են վիճարկելու հուսով եմ որ գոնե կգտնվի մի հոգու գործ որը չի մակագրվի Արմեն Դանելյանին այլ մի իր արդարադատություն իրականացնող մեկ այլ դատավորի եւ նաեւ ասեմ որ Այս բոլոր գործընթացը չի ավարտվելու սրանով, շարունակական է լինելու։ Չեմ բացառում, որ հերթը հասնի լրատվության մարմիններին։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասնի նրան, որ Հայաստանում ոչ մի լրատվական մարմին Էդի բան ահազանգն է։ Գալիս եմ, հա։ Էդի այն որ եղավ մինչև այս ձերբակալությունները 4 օր թե 5 օր առաջ ոստիկանները շուրջ 40 հոգու էին բռնել, ձերբակալել ավելի ճիշտ։ Տարել էին, բացատրություն են վերցրել, որ եթե հանրահավաք լինի, դուրս եք գալու, գրել էին բոլորը, որ այո, դուրս են գալու։ Շշերով բանով հարվածել եք, ոստիկան չէ, մենք շշերով չենք հարվածել։ Լավ, ուրեմն ստորակ է վարչական ձերբակալում էին արյակ։ Բաց էին թող 4 օր հետո անցան այս process-ին։ Այսինքն համոզվեցին, որ հանրահավաք լինելու է։ Հիմա որպեսզի թույլ չտային այս շինծու բեղադրանքներով գործը պետք է կազմեին ու ես չեմ էլ զարմանում մի շարք գործեր տենց կա այսօր դատարաններում շինծու գործեր թե անհատների թե խմբակային եւ թե կուսակցությունների եւ նաեւ կուսակցությունների դեմ լինելու այն կուսակցությունները որոնք կանած են երկրի ազգի մեջքին ու ազգային կուսակցությունները հալածանքները նրանց էլ այսինքն անդամների նկատմամբ արդեն իրականացվում հալածանքները տեղյակ եմ նոյեմբերյանի հայաղապետական դաշնակցության գրասեն ղեկավարից են կարծեմ կուսակցության այնտեղ մարմնի ներկայացուցիչն են բռնել Աբովյանի եւ էլի որոշակի տարածքային նաեւ երիտասարդական Նիկոլ Աղբալյան երիտասարդական միության հեմի երիտասարդական հայաղապետական դաշնակցության հեմի երիտասարդության ներկայացուցիչն իդեպ երիտասարդներին որոնց բռնել են 44 օրյա մարտում պատերազմում մարտի են բռնվել թուրքական հատուկ նշանակության ջոկատի մեկի ադրբեջանական Յաշմայի հետ հատուկ ջոկատայինների հետ